Պարոն Գարջյան, որ գալի այստեղ իմ մասին խոսում եք, որ ձեր Facebook-յան էջում իմ մասին գրառում ես անում, ես հիմա դույով եմ խոսում արդեն, որովհետև ես մի անգամ ասեցի, կոռեկտության սահմանները չանցնեք, դուք անցաք, որովհետև դուք սահմանները անցաք, ստիպում եք, որ ես ձեր հետ դույով խոսամ, այ դրա համար, հիմա տեսեք, դուք խոսում եք նոյեմբերի 9-ի գիշերվա մասին, Facebook-ում գրառում եք արել, թե բա ուրեիր գնայր, մոտավորապես բառացի չեմ ասում, գնայր դիրքեր, գնայր սահմաններ։ Դրա մասին իրավունք ունի խոսալու, այն մարդը, դու բարոյական իրավունք չունեք դրա մասին խոսալու, որովհետև դրա մասին իրավունք ունի խոսալու այն մարդը, որ դիրքերում ա եղել, որ պատերազմի գոտում ա եղել։ Օրինակ ես, այո, դուք տեղյակ եք, որ ես եղել եմ, տեղյակ չեք, դա համար եմ, դուք ինձ չճանաչելով գալի այստեղից հայտարարություն եք անում կամ ձեր Facebook-յան էջում հայտարարություն եք անում։ Պատերազմի երրորդ օրը ես իմ ընկերների հետ 5 հոգով նստել ենք մեքենա, երրորդ օրը գնացել ենք պատերազմի գոտի։ Դուք ուր եք եղել, դուք ինչ եք արել։ Պատերազմի ժամանակ մեր տնից 4 հոգի եղել է պատերազմական գոտում։ Մի եղբայրս եւ տղաս եղել են անմիջապես մարտական գործողությունների գոտում, տղաս եղել է ջրականում, ձեր լեզվով ասած ջեբրայիլում, եղել է պատերազմի մեջ։ Ես ու մյուս եղբայրս եղել ենք թիկունքում, դուք ուր եք եղել։ Դուք ինչ եք արել, կոնկրետ դու ասեմ, որ կոնկրետ քեզ վերաբերվի։ Դուք ինչ եք արել։ Պատերազմի ժամանակ 3-4 անգամ կազմակերպել եմ եւ օգնություններ եմ տարել։ Պատերազմական գոտու առաջնագծին մոտ գտնվող հոսպիտալներ, հագուստ եւ դեղորայք։ Դուք ինչ եք արել։ Դուք ուր եք եղել։ Ես չեմ սիրում իմ մասին հանրայնորեն խոսել, մանավանդ ամբիոնից, բայց դուք ստիպեցիք, դուք դրդեցիք։ Պատերազմից հետո տղաս տեղափոխվել է Գորիս եւ պաշտպանել է Խնձորեսկ, Խոզնավար, Իշխանասար, ուրեմն Սևլիչ սահման եւ նոյեմբերի 21 թվականի նոյեմբերի 16-17-ին մասնակցել է այդ երկօրյա պատերազմին։ Դուք ուր եք եղել։ Դուք ինչ եք արել։ Սա ասում եմ նրա համար, որ դուք տղայից տարիքին եք։ Պլյուս-մինուս 2 տարի։ Ես իմ մասին եմ խոսում։ Ես ուրեմն Արցախյան շարժման ժամանակ 88-92 թվականներին դասից փախել եմ, գնացել եմ, մասնակցել եմ Արցախյան շարժման այդ կազմակերպած ցույցերի միտինգներին։ Դուք ուր եք եղել։ Կներեք, դուք չեք եղել այդ ժամանակ։ Դուք չեք եղել, Վերադառնալով նոյեմբերի 9-ի 10-ի գիշերվան։ Այո, ես եղել եմ ազգային ժողովում, եւ ես իմ հարցազրույցում եմ ասել, որ եղել եմ, չեմ թաքցրել, որ եղել եմ։ Որովհետև ես դեմ եմ եղել, ես 2018 թվականի մայիսի 1-ից ես դեմ եմ եղել, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության, եւ նայից հետո անդադ պայքարել եմ, ինչ առիթ ա եղել, ցույց ա եղել, ուրեմն հավաք ա եղել, թանկացած միջոցառման ես մասնակցել եմ, որը դեմ ա եղել, որը պայքար ա եղել այս իշխանության, որ դուք հիմա եք, ձեր իշխանության դեմ։ Նորից եմ կրկնում, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշեր եղել եմ ազգային ժողովում, դրանից առաջ եղել եմ կառավարության մոտ։ Դրա մասին նաև հարցազրույցում եմ ես ասում, եւ չեմ թաքցրել։ Եղել եմ կառավարության մոտ, դերս մոտ չի եղել, դրա մասին դեռ ասել եմ։ Իսկ դեր գրառման մեջ գրել եք վախեցնենք, ումից եմ վախեցել, ձեզանից, հիմա ձեզ նայեք ու ինձ նայեք։ Ձեզանից վախենանք, ձեզանից երևի այդ բանը, չէ, իրավապահ մարմինները, որ ձեր մեջքին կանոնած են, դրանից պետք է վախենանք։ Եվ վերջում, պարոն Գարջյան, դուք մի հատ հավելյալ արժեք ստեղծած կաք, շնորհակալություն։